Ողջույն, Անի կենտրոնի Ժիրայր Սարգսյան գրադարան ստուդիայում զրույցների այս շարքը իրականացնում ենք Ալիք մեդիայի հետ համագործակցաբար եւ շնորհակալություն Հակոբ Հովակիմյան հիշատակի նախաձեռնությանը մեզ աջակցելու համար։ Զրույցների այս շարքի հյուրը Վահրամ Աթանեսյանն է, ազգային ժողովի Հայաստանի Գերագույն խորհրդի ավելի ճիշտ առաջին գումարման падգամավոր Արցախից եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի մի քանի գումարումների падգամավոր Պարոն Աթանեսյան, երբ որ շարժումը սկսվեց, դուք Մարտակերտի գյուղերից մեկում ուսուցիչ եք, չէ՞ աշխատում։ Այո։ Հա։ Ձեզ համար անակնկալ էր այդ շարժումը, որ սկսեց Արցախյան շարժումը։ Ես ինչու եմ ուզում Արցախյան շարժումից խոսենք, որովհետև հիմա այս սարսափելի պարտությունից հետո ուզում եմ, որ ավելի իրատեսորեն նայենք շատ բաների, որ հաղթած ժամանակ ընդհանրապես անտեսել ենք։ Դրա համար եմ նաև ուզում շարժման ակունքներին գնալ։ Ձեզ համար բաներ սա ինչ որ անակնկալ էր, թե ինչ էր, ուրախացաք, որն էր առաջի զգացողությունը։ Ու բնականաբար բոլորս ենք ոգևորված։ Սա պետք է արձանագրենք։ Անակնկալ ոչ, կոնկրետ իմ որպես մարդու համար ինչ-որ արտառոց երևույթ չէր դա, ինչու որովհետև կեսագրությամբ, ծագումնաբանությամբ, բարեկամական, հարազատական շրջապատի ազդակներով ես բանկության տարիներից հայ ժողովրդի 20-րդ դարաշրջանի ողբերգությանը ծանոթ էի, որովհետև մորական իմ պապը վանեցի էր։ Ինչպես է հայտնվել Արցախում։ Երկար պատմություն է, եթե կարճ ասեմ։ Համառոտ ասեմ, որ ինքը մի քանի որբանոցներում է ապրել Վանից բռնագաղթվելուց հետո եւ 1924 թվականին ես այդ գրությունը տեսել եմ, դրա համար այսպես վստահաբար ասում եմ, Լեռնային Ղարաբաղի լուժողկոմ այդպիսի պաշտոններ է եղել Արշավիր Քամալյանը Սովետական Հայաստան թերթում տպագրում է կոչ, որ Լեռնային Ղարաբաղում ուսուցիչների ահռելի դեֆիցիտ կա եւ մարդկանց հրավիրում է Լեռնային Ղարաբաղ աշխատանքի։ 24 թվական։ 1924 թվականին, այո։ Սա արդեն կներեք, կշարունակեք, հակասում է այն ընդհանուր պատումին, որ Հայաստանից հնարավոր չէր գնալ Արցախ, փակ էր, Երևանում սովորածները Արցախում գործ չէին ունենում։ Ես փաստ եմ ասում, պատմական փաստը դա իրողություն է։ Ու այս մարդիկ ոչ միայն որբանոցում ապրել են, այլև երբ հասել են ինչ-որ մի տարիքի, ասենք 15-16 տարեկան, իրենց նախապատրաստել են մանկավարժական աշխատանքի։ Դուրս արդեն խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Ու լավ գիտեք, որ խորհրդային Հայաստանի կառավարությունը Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի հետ կնքել է պայմանագիր։ Ու թեև իշխանությունը փոխվել, բայց ամերիկյան կառավարությունը այդ որբերի հոգսը միջևերջ տարել է ամերիկում։ Այսինքն իրենք արդեն 16-17 տարեկանից նաև անցել են մանկավարժական աշխատանքի փորձի ձեռքբերման։ Եվ ժամանակն այնպեսին է եղել, որ արդեն իրենք ավարտում են, որբանոցը պետք է թողնեն։ Ամերիկոմի այդ բանից պետք է երիտասարդ տղաներ են, 18-19 տարեկան տղաներ են, կարդում են այդ հայտարարությունը։ Եվ մի ամբողջ խումբ, ոչ միայն իմ պապիկը, այլ մի ամբողջ խումբ որոշում է, որ եթե Լեռնային Ղարաբաղի լուժողկոմը մեզ հրավիրում է, որում այնտեղ հստակ գրված է. դուք աշխատանք կստանաք առաջին աստիճանի դպրոցում եւ կունենաք ամիսը 100 ռուբլի աշխատավարձ։ Դու 100 ռուբլի աշխատավարձը հիմա երևի դերկամագարդակով թե բանանենք $1000-ից ավելի աշխատավարձ։ Եվ մի խումբ երիտասարդներ
որոշումը որ գնում ենք Ստեփանակերտ եւ ներկայանում ենք Արշավիր Քամալյանին իր կոչի համաձայն կարող եմ անունները կարող եմ ասել իմ պապ Հովհաննես Մինասյան Կարո Դավթյանի կինը ասենք այս ժամանակ դեռ կինը չէ Ղարաբաղում են ամուսնացել Սալատ Գեորգ Աբրամյան այո Սեդրակ Գասպարյան Մուշեղ Տերյան միջալոց այսպես ընդմիջում ասենք Մուշեղ Տերյանի թոռը Ազատություն ռադիոկայանի Մոսկվայի թղթակիցներ շատ լավ եմ հիշում Տերյան անունը չեմ հիշում ստացվել է այնպես որ երկու որբի թոռ ես ու Տերյան անունը մոռացել եմ Ազատություն ռադիոկայանի թղթակից էինք հետո մենք հերակա կապվեցինք ու պարզեցինք որ իրոք այդպես է Այսպիսով մի խումբ տեղափոխվում է Արցախ դուք դա է ձեր կապը բանի հետ Իմ պապը աշխատանքի է նշանակում Առաջաձորում որպես նորեկ մարդ գյուղական խորհուրդը որոշում է որ մարդը պետք է ապրի այսինչ տանը այո տանը ապրում է եւ սիրահարվում է իմ տատին ամուսնանում է մնում է գյուղում եւ այդ գյուղում նա ապրել է մինչեւ 1965 թվականը 40 տարի 40 տարի հետո երբ հայրենիքի ձայն թերթը հիմնադրվում է հայրենիքի ձայն թերթում հայտնում է մի բան որոնման հարազատի որոնման տեղ բան ինֆորմացիա որ Պողոս Զադոյանը որոնում է իր հորեղբորը որ ըստ տեղեկությունների բնակվում է Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում իմ մորաքույրը որ արդեն ամուսնացած Երևանում էր ապրում հայրենիքի ձայն թերթում այդ ինֆորմացիան կարդում է զանգում է գյուղ իր հորը դու եղբոր տղա ունես որ քո հետ Վանի գաղթից փրկվել է ասում է այո մենք միասին էինք եւ միացնում հետո մեզ բաժանեցին դա ասում է այս մարդը քեզ որոնում է եւ իմ պապը իր 40 տարվա կյանքը գյուղում թողնում է 1966 թվականին տեղափոխվում է Հայաստան որպեսզի իր հարազատների մոտ լինի ու քանի որ Պողոսի մայրը Հայաստանում արդեն այստեղ տեղափոխվեց երկրորդ անգամ ամուսնացել էր իր որդին արդեն Զադոյան էր ասենք ամուսնու ազգանունով Զադոյան էր ես այդ մարդուն հիշում եմ Պաստորեն շարժումը ձեզ համար անակնկալ չէր դուք աշխատում եք դպրոցում եւ միջև շարժումը մի պատմություն էր գրվում, մի պատում էր գրվում, դա հայ-ադրբեջանական եղբայրություն, ժողովուրդների բարեկամություն, հենց որ շարժումը սկսվեց, այդ պայից սկսած ամբողջովին այլ պատմություն գրվեց, որ հայ-ադրբեջանական անհամատեղելիություն։ Դուք ինչ եք հիշում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ադրբեջանցիների հետ շփումներից։ Ինչ կարող եք հիշել։ Ինչ դրվագներ են, որոնք ձեր հիշողության մեջ մնացել են։ Մենք կարող ենք ասել, որ անտանելի է եղել այնտեղ կյանքը, իրոք եղել են բռնաճնշումներ, թե սա քաղաքական իմաստով ավելի շատ կարևորվեց։ Ինչ եք հիշում։ Պետք է անկեղծ լինեմ, եթե ասենք, որ եղել է կոպիտ բռնաճնշում, իրականության հանդեպ մեղանչած կլինեմ։ Եթե ասեմ, որ եղել է իրոք անկեղծ բարեկամություն, եղբայրություն, բարեկամություն նույնը պետք է ասեմ, բայց ես չեմ կարծում, թե ասենք Ռուսաստանի Դաշնության կազմում Չեչնիան ավելի ազատ է եղել, քան Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կամ ասենք Վրաստանի կազմում Աբխազիան։ Ամեն դեպքում տիտղոսային ազգը մնում է տիտղոսային ազգ, ոչ տիտղոսայինը ոչ տիտղոսային, բայց
նուրբ հանգամանք կա, ես կարծում եմ դա եղել է իրավաբանորեն ոչ ամրագրված, բայց ջենտլմենական պայմանավորվածություն, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանի ենթակայության տարածք չէ։ Դա ինչով է արտահայտվել։ Ամեն ինչով, որովհետև ասենք, եթե որևէ մեկը Լեռնային Ղարաբաղում խնդիր էր ունենում, որ ասենք պետք է բողոքարկի, ես չեմ պատկերացնում, չեմ կարծում, չեմ հիշում, որ որևէ մեկը դիմաց լինի Ադրբեջանի կենտկոմ։ Ուղիղ Մոսկվա։ Այսինքն փորձ էր արվում Մոսկվայի միջոցով այդ ամեն ինչ։ Ընդգծում։ Այսինքն չէիք ընդունում Բաքվի գերիշխանությունը։ Ես կարծում եմ դա եղել է ինչ-որ նորից եմ ասում, ջենտլմենական պայմանավորվածություն, որ Բաքուն Ստեփանակերտի նկատմամբ, այսպես ասեմ, տիտղոսային վերահսկողություն չունի, թեև մարզը գտնվում է Ադրբեջանի կազմում։ Եվ դա նաև արտահայտվել է տնտեսության մեջ։ Այս մենք մոռացության ենք մատնում այս պահը։ Ստալինից հետո Խրուշչովյան այդ բանը ցնհալի շրջանում եւ հետագայում Ստեփանակերտում հիմնադրվել են ձեռնարկություններ, որոնք միանգամից Մոսկովյան ենթակայության էին։ Դրանք ժամանակին ստեղծվել են որպես Բաքվի այսինչ գործարանի մասնաճյուղ, բայց արդեն 60-ական, 70-ական թվականներին ձևավորվել են որպես ինքնուրույն արտադրական տնտեսական միավորումներ, որոնք ուղղակի ենթարկվում են Մոսկվային։ Օրինակ էլեկտրոտեխնիկական գործարան Ստեփանակերտի, որը կարող ենք ասել կոնդենսատորների գործարան, գյուղատնտեսական մեքենաների գործարան, կոշկի ֆաբրիկա եւ ամենակարևորը, որ արդեն 70-ական թվականների բաներ որոշում էր Լեռնային Ղարաբաղի ամբողջ ագրոարդյունաբերական համալիրը կենտրոնանում է մեկ գերատեսչության ենթակայության տակ։ Ագրոարդյունաբերական կոմիտե, որի նախագահը եղել է Հենրի Պողոսյանը։ Այո, որը եւ դարձավ Լեռնային Հետագայի մարզկոմի քարտուղար։ Եվ այս բանը ագրոարդյունաբերական կոմիտեն ուղղակիորեն ենթարկվել է Մոսկվային։ Իդեպ 89 թվականին նույնպես հատուկ կառավարում իրականացվեց Վոլսկու ժամանակ էլի ուղիղ եւ լուծման միջանկյալ։ Վոլսկու կառավարությունը, այսպես ասեմ, չէր լինի, եթե այդ հիմքերը չլինեին։ Հասկանալի է։ Դե օրինակ ասենք Ստեփանակերտի էլեկտրոտեխնիկական գործարանը Չեխոսլովակիա ուղղակի բատակարարումներ էր կատարում։ Իր արտադրանքը ուղղակի գնում էր Չեխոսլովակիա առանց Բաքվի։ Դա միութենական ենթակայության էր։ Իսկ ընդհանրապես եթե վերցնում ենք կոնդենսատորների գործարանը, սա արդեն ռազմական արդյունաբերության կոմպոնենտ ունեցող ձեռնարկություն էր, որը ընդ որում Բորիս Գևորգովի պետք է խոստովանենք ազնական նախաձեռնությամբ մասնաճյուղեր էր ստեղծել Լեռնային Ղարաբաղի խոշոր համայնքներում։ Գեներալ Արթուր Աղաբեկյանը ժամանակին եղել է կոնդենսատորների գործարանի մեծ թաղերի բաժանմունքի տնօրեն։ Գևորգովի ժամանակ։ Այո։ Բարձրագույն կրթություն ստացած լինելով Երևանում։ Ես հասնեմ սրանով փակեմ։ Շատ Երևանում հետ մենք որ խոսում էինք միջև հարցազրույցը շատ անուններ նշեցինք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ է Երևանում սովորել, Սերժ Սարգսյանն էլ է Երևանում սովորել, դուք շարունակել եք։ Արկադի Ղուկասյան, Օլեգ Եսայան, այսինքն այնպես չի որ Երևանում սովորում են նրանց առաջ փակ է եղել։ Կես մարդկանց կեսագրություն դա է վկայում։ Շատ բարի։ Գևորգովի անունը տվեցիք, երբ որ ես ժամանակին գրում էի իմ Արցախյան օրագիր գիրքը, Գևորգովի մասին մի ամբողջ գլուխ հատկացրեցի եւ այն վերնագրեցի Գևորգովի ողբերգությունը։ Ես ուզում էի հասկանալ մարդկանորեն, այդ մարդը այդքան հրեշ էր, որ շարժումը ներկայացնում էր, համահայկական շարժում նկատի ունեմ, թե ամեն դեպքում նաեւ
ինքը ուրիշ մարդ է եղել, պարզապես ինքը այդ ժամանակների զոհն է դարձել նաև։ Ես չգիտեմ ինչպիսին էր արձագանքը, բայց անգամ Արցախի շրջանային թերթերը գրքի հետ բան այդ կտորը ամբողջությամբ տպել էին Գևորգովի ողբերգությունը։ Գևորգովից ինչ եք հիշում։ Արդյոք նա այդքան վատն էր, ինչպես ինքն է մտել հայոց պատմագրության մեջ։ Գիտեք, ինձ թվում է բանը 1973 թիվը որ սահմանային բան է եղել։ Դա 50 տարիներ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հռչակման 50 տարիներ եւ բնականաբար փորձ է արվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բարձրացնել այն մակարդակին, որ Կոբյուրեի որոշումներ վերապահում։ Այնտեղ գրված է մարզային լայն ինքնավարություն, դուրս գրված է Շուշի կենտրոնով։ Ոչ թե Ստեփանակերտ, այլ Շուշի կենտրոնով։ Դա Շուշի հարցը համարենք ադրբեջանցիները այդ տարիներին հասցրեցին, փակեցին։ Բայց մարզային լայն ինքնավարություն ինչ է նշանակում։ Իսկ դա Վրաստանի կազմում Հարավային Օսեթիայի կարգավիճակը չի։ Ընդ որում մենք ստերեոտիպ պատմությունը լավ չենք ուսումնասիրում կամ ոչ անաչառ ենք ուսումնասիրում։ Ես արխիվներում հանդիպել եմ փաստաթղթի Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի որոշում, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պետք է ունենա սահմանադրություն, խոսք 24-25 թվականների մասին։ Եվ այդ սահմանադրության սկզբունքներն ու պարամետրերը Կենտկոմի բյուրոն որոշում է։ Իմ մոտ տպավորվել է ավելի շատ այն, որ ինքնավար մարզի հետ հաղորդակցության լեզուն հայերենն է։ Արձանագրված է։ Փորձ է արվել 73 թվականին այդ կարգավիճակը վերականգնել։ Այսինքն ոչ թե Լեռնային Ղարաբաղը լինի ռուսախոս պաշտոնապես, պաշտոնական գրագրությունը Բաքվի հետ ռուսերենով էր։ Իհարկե։ Ոչ ադրբեջաներենով։ Չէ, ռուսերենով։ Ադրբեջանը իրենց պաշտոնական հաղորդակցության լեզուն ընդունել են ռուսերենը։ Հայաստանի Կենտկոմի քարտուղարը բյուրոյի նիստերը վարում էր հայերեն, Ադրբեջանի Կենտկոմի առաջ քարտուղարը լինի Հեյդար Ալիև թե Հասան Հասանով պետք է ռուսերեն վարեր։ Իրենց մոտ դա է եղել։ Նայեք, մինչև հիմա ֆաքսիմիլ որ նայեք, Հեյդար Ալիև ստորագրությունը ռուսերեն է։ Գ Ալիև, երևի Իլհամն էլ է դեն ստորագրում, չգիտեմ։ Այս մոտիվացիան, որ Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները ներկայացրել են։ Մարզկոմի քարտուղար Գուգե Բելքումյան, մարզգործկոմի նախագահ Մուշե Օհանջանյան։ Մոսկվայի հետ իբր թե համաձայնեցված, որ բնականաբար Ադրբեջան չի ընդունել։ Եվ որպեսզի այդ այսպես իրենց ասած նացիոնալիզմը չզարգանա, 73 թվականին Գուրգեն Մելքումյանին ազատում են մարզկոմի առաջ քարտուղարի պաշտոնից, տեղափոխում են Բաքու եւ բավական բարձր պաշտոն են նշանակում, կարծեմ եղել է Արմիությունների Հանրապետական Ֆեդերացիայի նախագահ։ Նես չէ՞ որ շփրտել են։ Բերում են Գևորգովին ու ցեղասպանության, հայոց ցեղասպանության 60-րդ տարեդարձի նախօրեին 75 թվականի մարտին Գևորգովին հանձնարարվում է անցկացնել մարզկոմի պլենում, որ պետք է դատապարտի հայկական նացիոնալիզմը։ Դա հայտնի ելույթ է, հայտնի բան։ Բայց այդ մարդը իհարկե որպես Ադրբեջանի կողմից նշանակված ֆունկցիոներ իր պարտականությունը կատարում է։ Բայց որ նայում ենք գործնական այդ պլենումի գործնական հետևանքներին,
Պլենումը գործնական որևէ հետևանք չի ունեցել։ Որևէ մեկը չի պատժվել, որևէ մեկի վրա ճնշում չի գործադրվել։ Դառնում է պլենում էր, անցավ գնաց։ Ընդհակառակը այդ պլենումից հետո սկսվում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի մշակութային, գիտական, որ համագործակցություն ասենք, թե ինչ ասենք, բայց մարդիկ, որ ասեք տարիներ շարունակ Երևանում են աշխատել, Ծագումով Ղարաբաղցի, ուղարկում են Ստեփանակերտ աշխատանքի, դասախոս, մանկավարժական ինստիտուտ դասախոս, այդ տարիներին է Երևանից Ստեփանակերտ տեղափոխվել Արկադի Մանչարովը։ Եվս մեկ հայտնի 13-ի նամակի հեղինակներից մեկը, որ 60-ական թվականներին Լեռնային Ղարաբաղը թողել, Երևանում էր ապրում եւ շատ հոյակապել աշխատանք ուներ, ամեն ինչ ուներ։ Ու անի հյուրանոցը Մանչարովն է կառուցել։ Որպես շինարար։ Այս մասիվները, նորքի զանգվածների բան, հսկայական շինարարական կազմակերպության տնօրեն էր, բայց տեղափոխվում է Ստեփանակերտ եւ Ստեփանակերտում միանգամից արժանանում է ամենահսկա արդյունաբերական ձեռնարկություններից մեկի գլխավոր տնօրենի պաշտոնին, շինանյութերի կոմբինատ։ Բայց ինչու բացատրենք։ Այդ տարիներին բազմաթիվ վկայություններ կան։ Սերո Խանզադյանի եւ Բորիս Գևորգովի ազնական մտերմության մասին 60-ամյակ Սերո Խանզադյանի Ստեփանակերտում նշել գրավոր հիշատակներ կան։ Իհարկե եթե մարդիկ խժները չծախեն լուսանկարները կլինի երևի Սերո Խանզադյանի ընտանիքում որտեղ հիմա հակառակն է ասվում։ Ֆիգուրը հաջորդ ֆիգուրը օրինակ ասենք որ ծառերը բանին այդ նպատակին է ծառել գուսանաշոտն է եղել ու տարեկան մեկ անգամ համերգային շրջայց էր կատարում Ղարաբաղի բոլոր հայկական բնակավայրերում Գորիսում էր, չէ՞ կարծեմ ապրում։ Հա իհարկե Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի եւ Կիրովականի դրամատիկական թատրոնի եղբայրությունը Վահե Շարվերդյանին բոլոր գիտեք։ Վահե Շարվերդյանը Ստեփանակերտում բեմադրություններ էր կազմակերպում, Կիրովականի թատրոնը հյուրախաղեր էր գալիս, Ստեփանակերտի Գորկու անվան թատրոնը հյուրախաղեր էր գալիս Երևան, Կիրովական։ Մի խոսքով սկսում է ինչ որ մի բան, հա, նույնիսկ սպորտում է դա արտահայտվել։ Ղարաբաղ թիմի մարզիչ է հրավիրվում Հովհաննես Զանազանյանը, Արարատի հայտնի ֆուտբոլիստը։ Գևորգովի միջական ցուցումով, վերահսկողությամբ, նվիրատվությամբ, բնակարան, ավտոմեքենա եւ այլն։ Ադրբեջանի կենտրոնում ոչ խուլ էր, ոչ համր էր։ Սա մեր պատմության մասն է։ Հիմա մենք պետք է այս պատմությունը, այս երկու պատումների մեջտեղում ունենանք իրականությանը մոտ մի այլ պատմություն, որ հայ-ադրբեջանական եղբայրություն չի եղել, բայց որ ասում ենք հայ-ադրբեջանական անհամատեղելություն, դա էլ իրականություն չի։ Բնականաբար իրականություն չի, որովհետև եթե մենք նայում ենք անցյալ դարի, ասենք 5-7 թվականների հայ-թաթարական պատերազմներից մինչև Ղարաբաղյան առաջին պատերազմ եւ 44-օրյա պատերազմ մարդկային բազմաթիվ կեսագրություններ կան, որ վկայում են, որ ավելի շատ այդ պահին գերիշխել է մարդկայնությունը, քան թե էթնիկ պատկանելությունը։ Վիրավորին օգնել, հակառակորդ վիրավորին օգնել փոխադարձաբար եւ հայեր եւ ադրբեջանցիներ։ Զոհվածների աճյունի մասունքների հանդեպ հարգանից վերաբերմունք, որ ցուցաբերել են եւ մեր կողմն է ցուցաբերել եւ իրենք են նույնիսկ սեպտեմբերի 19-ի 20-ի այդ մեկօրյա պատերազմից հետո ցուցաբերել հակառակ դեպքում մենք չենք կարող զոհվածների աճյունները տեղափոխել նույնիսկ կարող ենք շրջափակման մեջ թողնել
ստորաբաժանումներ, հարյուրավոր զինվորներ, որոնք Ադրբեջանը կարող է ներկայել որպես ռազմագերի։ Կոտորած կարող է իրականացնել։ Կամ կոտորած կամ լավագույն դեպքում որպես ռազմագերի տեղափոխի Բաքու եւ այսօր, ասենք 30-40 մարդու փոխարեն մենք կարող ենք գնալ 500 կամ 1000 ռազմագերի Ադրբեջանում։ Ու իհարկե այս նման որոշումները նաև քաղաքական բան ունեն։ Իմաստ ունեն։ Այո։ Բայց մարդկային հարաբերությունները անտեսել, մարդկային հարաբերությունները միանգամից ջնջել, ես կարծում եմ ճիշտ չի, որովհետև նախ մենք առաջարկ չենք իրականության եւ պատմության հանդեպ, երկրորդ մեկ մեր սերունդներին ինչ եք փոխանցում։ Հավերժական ճշտաման, հավերժական ինչ որ ասեք, որ հա, եթե Թուրքիա, ուրեմն Թուրքիա չի կարելի բար փոխանակել։ Դե իրականությունը իր կամքը թելադրում է։ Ես մի զարմանքով ասում եմ, լավ դուք Ռուսաստանի Դաշնությունում X քաղաքում բնակում եք։ Այդ քաղաքում կա նաև ադրբեջանական համայնք։ Դուք իրար հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեջ եք, տալիս եք, առնում եք, ապարիկ ապրանք եք գնում, պայմանով որ 6 ամիս հետո բան կանեք կվճարեք, միմյանց երեխաների ծննդյան օրն եք նշում, ինչ-որ մի սրճարանում բանում։ Եթե օտար հողի վրա դուք անհամատեղելի չեք, սեփական հողի վրա ի՞նչն է խանգարում լինել համատեղելի, հանդուրժելի։ Չեք ասում։ Թարաբես, կա աշխարհում ասենք մի ազգ, որ մեկի հետ խառնածին է։ Ես չեմ կարծում։ Ասենք գերմանացիներն ու ֆրանսիացիները խառնածին չեն։ Ամեն մեկը իր ազգային մշակույթով, իր ազգային պատմությամբ, իր ազգային պատմության հանդեպ խոր հարգանքով, բայց եւ կարողանում են, չէ, հասել են մի մակարդակի, երբ օրինակ Բոնապարտը նաև գերմանացիների համար է ընկալելի քաղաքական ֆիգուրա կամ ֆրանսիացու համար Բիսմարկը։ Դե Գերմանիան եւ Ֆրանսիան, ասենք Էլզաս Լոթարինգիայի համար պատերազմներ են մղել եւ հիմա ասենք այն եվրոպական քաղաքակրթության Ստրասբուրգը ժողովրդական, Ստրասբուրգը գերմանական քաղաք է, բայց Ֆրանսիայի կազմում։ Ֆրանսիայի կազմում։ Այս հաղորդման այս զրույցի վերջին հարցն եմ ուզում տալ։ Այսօր դեռ այդ մասին բարձրաձայն համարձակվողներ չկան, բայց ես շշուկների մակարդակով, անձնական նամակագրությամբ որոշներ արդեն գրում են, որ Ղարաբաղյան շարժումը մենք չպիտի սկսեինք, կամ Ղարաբաղյան շարժումը ինչ որ միտեղ պետք է կանգնեցնեինք, եւ այն ինչ որ մենք արեցինք, դա այն պատիժը, որ մենք կրեցինք, դա նրանից էր, որ մենք ճիշտ ժամանակին չկանգնեցինք։ Դուք ինչ եք մտածում այս մասին։ Դուք մտածում եք, որ կարող ենք օրինակ համաձայնվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության կարգավիճակի հետ, որ լուրջ քննարկվում էր, բայց մերժվեց։ Մենք կարող էինք, չգիտեմ, 97-ին ինչ որ կանգնեինք եւ չհասնեինք, երբ որ այսպես ասեմ, հա, Աղդամի, Ասկերանի եւ Աբովյանի կարգավիճակները նույնացրեցինք։ Ես Ղարաբաղյան շարժման հանգրվանային կանգառի հնարավորություն կհամարեի ինքնավար հանրապետության կարգավիճակի քննարկման առաջարկությունը, որին իդեպ կողմ էր եւ Հենրիխ Պողոսյանը եւ Երևանում Սուրեն Հարությունյանը։ Հիմա եթե իմ պատկերացումը ես անկեղծորեն ասեմ, Վոլսկու կառավարման կոմիտեի վերացման մեջ է։ Չեմ ուզում ինձ չգիտեմ ինչ բաներ վերագրել, բայց օրինակ ոչ մի ուսումնասիրող
համարձակություն չի ունեցել քննարկելու այն հարցը, թե ինչու 89 թվականին Ադրբեջանի ժողովրդական ճակատը Հայաստանի դեմոկրատական ուժերը եւ Ստեփանակերտի միացում շարժումը բոլորով միասին հանկարծ լարվեցին Որսկու դեմ։ Եվ այդ հատուկ կառավարման կոմիտեի վերացման պահանջը եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատն էր ներկայացնում եւ Հայաստանի դեմոկրատական ուժերն են ներկայացնում եւ միացում շարժումը, որ Ռոբերտ Քոչարյանն էր գլխավորում։ Այո, եւ միացում, ինչու։ Դե կարող է համընկնում լինել, բայց պատճառաբանությունները այլ լինեն, պարտադիր չի որ նույն նպատակ բանից ելնելով լինի։ Բայց այդքան մտասևերվածություն Երևի երեքին էլ ձեռնտու չէր։ Ինչ պատճառներ։ Ասիկ հարցի կարգավորումը ձեր ասած։ Այո։ Իգտավար հանրապետության կամ որպես ուղղակի նախագահական կառավարման տարածք Մոսկվայից։ Իսկ Որսկին պետք է փոխարինվեր նամեստնիկի կարգավիճակը օրինակի համար։ Ոչ մեկի ձեռնտու չի եղել ու եկեք պատմության առաջ պետք է խշներս մաքուրնի, չէ։ Իվերջո 89 թվականի ամառը երկու ամիս շարունակ Գերագույն խորհրդի, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հատուկ հանձնաժողով աշխատել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում եւ այդ դա եղել է լուրջ հանձնաժողով, որտեղ հանձնաժողովի նախագահը Գերագույն խորհրդի ազգությունների խորհրդի նախագահի տեղակալ Բորիս Ալենիկն էր։ Ու հայտնի ուկրաինացի բանաստեղծ Բորիս Ալենիկը։ Ազգությունների խորհրդի նախագահ Ռաֆիկ Նիշանովն էր Ուզբեկստանի։ Çünkü նայեք սուբորդինացիան նայեք։ Բորիս Ալենիկ, ասեք 10 օր Լեռնային Ղարաբաղում մնացել է եւ գյուղ առ գյուղ, խոշոր համայնքներում հանդիպումներ է ունեցել։ Եվ այդ հանդիպումների արդյունքում այդ հանձնաժողովը պետք է ներկայացնել առաջարկություն, որ Արգադի Վոլսկու գլխավորությամբ հատուկ կառավարման կոմիտեի ժամանակը անցել է։ Պետք է նշանակել ուղղակի պրեզիդենտական կառավարում։ Լեռնային Ղարաբաղը պետք է ուղղակի ենթարկվի Մոսկվային։ Բա սա Ադրբեջանի ձեռնտու չէր հասկացանք։ Վեզիրովը չէր կարող դիմադրել, որտեղ կոմունիստական ֆունկցիաները չհասկացան։ Կարող էր դիմադրել Ադրբեջանի ժողովրդական ճակատը, որի դեպ այդ ամիսներին կազմակերպեց առաջին անգամ Հայաստանի շրջափակումը։ Երկաթուղու գծերի վրա կանայք նստում էին, որ գնացք չպիտի գնա։ Հայաստան գնաց չպիտի գնա։ Եվ Որսկու դեմ միավորվում են Ստեփանակերտի միացում շարժումը եւ հայոց համազգային շարժումը, լավ, բաց ասեմ։ Միջև հիմա ասում են դեմոկրատական ուժեր։ ՀՀՇ-ն։ Արդյունքում ինչ են ստանում։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նոյեմբերի 28-ի որոշում Կազմկոմիտե։ Որսկուն հանում են, ասում են պետք է լինի Ադրբեջանի ենթակայության կազմկոմիտե։ Պալյանիշկոն է նշանակվում, որը արդեն իր հիմացանք թե ինչ քաղաքականություն է։ Պալյանիշկոն արդեն Մոսկվան չի նշանակում։ Բաքուն է նշանակում։ Բաքուն է նշանակում, այո։ Բայց արդեն Ղարաբաղի ուղղակի իրավական սուբորդինացիա Մոսկվայի հետ խզվում է։ Այստեղ կանգ առնենք, որովհետև դրանի պատասխան 3 օր հետո արդեն Հայաստանի Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի ազգային խորհուրդը ընդունում են միացման հայտնի որոշումը, որը կլինի մեր հաջորդ զրույցի թեմաներից մեկը։ Շնորհակալություն, զրուցում էի Վահրամ Աթանեսյանի հետ, իսկ դուք սիրելի հետևողներ, խնդրում եմ ուրեմն հավանության նշան դրեք այս տեսանյութի տակ, տարածեք, մեկնաբանեք, որպեսզի ավելի շատ մարդ դիտի այս հաղորդումը։ Հետևեք մեզ։